Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթե դիտում եք այս հաղորդումը, նշանակում է ժամը 22:45 րոպե եւ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ։ Ողջունում ենք բոլոր մեր հեռուստադիտողներին, պետք է խնդրեմ բաժանորդագրվեք եւ կիսվեք այս տեսանյութերով, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթությունները ստանաք։ Առաջինը, Արամ, մենք օրերս վերադարձանք Արաբական Միացյալ Էմիրություններից, մեր հետևորդները տեսան, ինչպես մենք նկարեցինք, մեծ դժվարությամբ կարողացանք տեսանկար անել եւ հեռուստադիտողի դատին հանձնել դոկումենտալ ֆիլմ Քոչարյանների կալվածքների մասին։ Այս մեկ շաբաթվա ընթացքում մեր բացակայության ժամանակ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել բազում իրադարձություններ, որոնք այս ժողովրդի կյանքում կարևորագույն դեր ունեն։ Արամ, այսօր ուզում եմ սկսենք Գյումրու քաղաքապետի կալանավորման լուրով, որը մեկ շաբաթ առաջ տեղ ունեցավ, ձերբակալվեց Վարդան Ղուկասյանը։ Նրան մեղադրանք է հարուցվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, շորթումը հարկադրանքի այլ եղանակով, վերջինս ձերբակալվել է եւ Արամ, մենք տեսանյութերը, որ դիտում ենք ուղիղ հեռարձակումները, այնտեղ Գեգամ Մանուկյանը պարտադիր ներկա գտնվեց, գոռում էր, որ տեսնում եք հալածում են Վարդան Ղուկասյանին, այո, այնտեղ քաղաքացիներ կան, բայց իրենց նշած այն քաղաքացիների համակրանքը չուներ Վարդան Ղուկասյանը, ես այդպես եմ կարծում, քանի որ տեսանք բավականին քիչ թվով քաղաքացիներ, այլո կային անկեղծ մարդիկ, ովքեր եկել են, տեսանք մարդկանց, ովքեր աշխատանքի վայրից են հանել մանկապարտեզներից բերել, որ ներկա գտնվեն, ինչ որ քֆուրչի կանայք են այդտեղ ներկա գտնվում, մարդիկ, ովքեր ասում են, որ Վարդան Ղուկասյանին ճանաչում են լավ մարդ է, դուրսը տեսել է, փող է տվել իրանց, նաև կային մարդիկ, ովքեր տարբերություն են դնում երևանցիների եւ գյումրեցիների մեջ, խնդրեմ դու մեկնաբանես այս կալանավորումը։ Շնորհակալ եմ Արթուր հարցի համար, բայց մինչ Վարդանի Ղուկասյանի կալանավորմանը անդրադառնալը մենք պետք է չմոռանանք մի շատ կարևոր հանգամանք, երբ Վարդանի Ղուկասյանը եւ այնտեղ մի հոգի էլ կա իր թայը Մարտուն Գրիգորյան, Սերժիկ Սարգսյանի այդ թիմակիցը, որոշեցին առաջադրվել Գյումրու այդ ավականու ընտրություններին, մենք ժամանակին զգուշացրեցինք մեր Գյումրի բազմաչափ այդ գյումրեցիներին, որ գործ ունեն մի իրավիճակի հետ, երբ ուղղակի փողոցային խուժանն է, այդ քրեա օլիգարխիկ կլանը որոշել է հանդես գալ այս անգամ եւս ընտրություններով եւ սրանց քաղաքապետ դառնալու պարագայում իրենց մի բան է հետաքրքրում, գան այն ինչը որ ժամանակին կիսատ էին թողել, շարունակեին։ Կհիշեք նաեւ համաշխարհային մեծություն Վարդան Ղուկասյանի հետ, Վարդանիկի քարոզարշավը, ինչ-որ Սլաբոդկա Վագլավես Վարդանիկը, այնտեղ արևմտյան Հայաստան էր գնում, անին էր հետ բերելու, ինչ հարց էին տալի, ասում էր ներսե շնորհալին ինչ-որ Սահակ Պարթևը հայ շոյերով գիժ, այդ մարդուն ինչ ասես, ասենք, քաղաքական հարց են տալի, ասում է դրախտը Բենգյոլում է, Բենգյոլը Հայաստանին է, ասենց մի հատ Քոչարյան Սերժական, դրան էլ կանդառնանք, մի հատ Քոչարյան Սերժական էս 30 տարվա ինչ-որ մի հատ մուտացիայի ենթարկված երևույթ, որը որ եթե չեն հիշում մեր ժողովուրդը թարմացնենք հիշողությունը, թող հիշեն մի հատ դրա լակոտին։ Կհիշեք Աբովյան փողոցում 2000-ականներին հայտնի խամերով, որ կրակել էին, այդպիսի իրավիճակ էր տեղի ունեցել, դա այդ Սպարտակ Ղուկասյան կոչվածն է, որը որ եւս մեղադրանք առաջադրվել այդ քրեական գործերով անցնում եւ նա եւս պետքա գնա միանա իր հորը։ Սա մի անձնավորությունք մի անձնավորություն են Արթուր, որ ուղղակի ես զարմանում եմ, որ մեր ժողովուրդը այդպես կարճ հիշողություն ունի, ես երբ ծառայում էի Սահմանապահ զորքերում 2010-ից 12 թվականներին Շիրակի մարզում եւս ծառայություն եմ անցել եւ հիշում եմ թե ինչեր էին պատմում դրա տաղու հետ կապված եւ նաեւ պետք է մենք նշենք թե ինչի արդյունքում Ղուկասյան Վարդանիկի պես հայվանը կարողացավ այդպես քաղաքականությամբ զբաղվի։ Տեսեք Արթուր, տարիներ շարունակ այս թափթփուկները մի բանով են զբաղված եղել, ուղղակի ձեներ են ապահովել օրվա իշխանության համար։ Այսինքն Սերժիկը եկե զեկուցել են կամ Ռոբերտ Քոչարյանին, որ Գյումրու քաղաքապետի որդին ինչ-որ հրազենով այդպես կրակել է, այսպես բաների մեջ է հայտնվել։ Այս մարդիկ ինչ են արել, ասեն կպավ։ Այսինքն
Վարդանիկին կօգտագործենք, քրեական գործ կառուցենք, կասենք դե մեր համար գնա 10-ով ճիկություն արա, մեր համար ձեն բեր, թե չէ տղուտ կանավորենք։ Այսինքն սա այս համակարգը, որ ստեղծվել էր, քրեաօլիգարխիկ մենք չենք ասում, որովհետև փողոցի թափթփուկները, խուժանները բերել էին պաշտոն էին տվել, ասում են ինչ ուզում եք արեք, մենակ մի բան պետքա դուք անեք, ամեն 4-5 տարին մեկ գնաք բարեկամ հարազատ փող բաժանելով, խնդրելով, համոզելով, կհիշեք այդ վիդեոն, չէ՞։ Հանրապետական ձեր ջանին մերնեմ, ինչ որ հելը ոգևորվե 2008 թվին իրան ճղում էր, հետո հարց են տալի, ասում են մեզ որ խփեցին, մի 100 անգամ դրանից խոսած, մեզ որ խփեցին, մեզ քիչ էր մնում թեյնու սպանության այդ կապեր իր այդ մահափորձը, բնականաբար հազարդ փողոցի ինչ քաղաքերի մեջ ասես չեն եղել, 100 վատություն են արել, այդ փողոցային խուժան, այսինքն ուրիշ ինչի համար պետք է ինչ-որ նման իրավիճակ դինի չէ քաղաքապետի հետ կապված, որի քաղաքապետի վրա այդպես մահափորձ լինում, այսինքն այս թափթփուկ խուժանները եկան մի բանի համար, որպեսզի վերարտադրվեն եւ այս կոնտեքստում վերադառնանք նորից այս ֆենոմենին, Վարդանիկին, տեսենք այս մարդու քաոզարշավը Արևմտյան Հայաստանը հեսա հետ կբերենք, անին հետ կբերենք, թուրքերը կգան, որ ինչ չընտրեք, այսինքն այս մարդը պարզվեց մի բանի համար էր, ինչ Արևմտյան Հայաստան, ինչ անի, ինչ, չգիտեմ, պատմական հայրենիք, սրա ուշքում միտքը գար, սկսել էլի 4 միլիոն դրամ պատկերացնում եք, այսինքն սա այն աստիճանի հաբրգե, այդ հյուսիսից մի երկու օգու հետ այնտեղ խոսացել է, մի երկու հատ ռուս չընթրլոկ կան, սրան շուտ լուրջ է ընդունել, մտածել է որ ինքնա որ կա, հեսա հետա գալի էլի ինչ ուզի կանի, այսինքն ինքը գիտեք ինչ տիպի Այսինքն պրախոտ էր ստացել, այսինքն ինքը քանի որ սրանք կրթություն չունեն, Արտուր չէ, Քոչյան Ռոբերտը ոնց խաբեց այս հարիվներին, ասեց Պուտինի հետ խոսացել եմ, ասել է վերջ դու ես Հայաստանում իշխանության գալի վարչապետը դու ես ու այս անգրագետ հայվանները հավատացել էին։ Մի անգրագետ հայվանը լեսիա հավատացել էր ինչ-որ մի հյուպատոսի թեում, որ դու դեմք ես, դու մեր մարդն ես, հելի խոսաս աղուրը, ասա միութենական պետություն պետք է լինենք, այս պետք է լինենք, այն պետք է լինենք, ինչ ուզես կանես։ Տավին գլխին, ինչպես ասում են, բամփեցին եւ սրա նման Վարդանիկի նման հայվանի տեղը դա գաղութն է։ Պատահական չի որ սա քաոզարշավի կեսը, սա գողականից ու գաղութից էր խոսում։ Մարդկանց խնդիրների թողած մարդը քաղաքապետի տեխնացիա առաջադրել, գաղութից է խոսում Արտուր։ Դե ֆանտաների երաժշտությունն է Դոլյա Վարովսկա էր, հնչում, ասեց ես կապ չունեմ տեխնիկական խնդիր, ես իմով եմ մեղավոր։ Չէ, այսինքն տեխնիկական խնդիր մի օր չեղավ Արամ Խաչատյան լսեին կամ ինչ-որ մի հատ Մանսուրյան կամ չգիտեմ Լուչիանո Պավարոցի, այսինքն սրանց մոտ միշտ տեխնիկական խնդիր է առնում, ինչ-որ մի թափթփուկների մասին երաժշտություն են դնում։ Կիսա ինչ-որ քրեական, կրիմինալ, այսինքն տեսեք Արտուր, ապագայում սրա նման երևույթներին պետք է քրեական ենթամշակույթ կրել տարածելու այդ հոդվածով էլ չթողեն մասնակցեն քաղաքապետի ինտուիցիային քաղաքական հայտ ներկայացնեն։ Այսինքն այս փողոցի խուժանների տեղը Բերդն է, գաղութն է, դա է։ Եվ սրանց պետք է գնահատական տրվի քաղաքական։ Ինչ է նշանակում Մարտուն Գրիգորյան, Վարդանիկ Ղուկասյան, մի հատ էլ սարքել էին հնդկական կինո, մեր մեջ արուն կա, Մարտունի իրանց մեջ չի կարա ինքը միանա, թե հայ ժողովուրդը ձեր վրա թքած ունի արա։ Դուք ով եք ինչ եք ձեզանից ներկայացնում։ Այսինքն այս Քոչյանի Սերժի հնդիկներն են սրանք ինչ ասես։ Ազգային ժողովի քարորիայի ժամանակ Գեգամ Մանուկյանը, Արտուր Խաչատրյանը ահագին խոսալու բան ունեն, որ կապ էին գտնում, որ սա քաղաքական բան է, հետապնդում է Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հարց ու պատասխանից հետո այդպես վրեժ է լուծում այդ կալանավորման մեջ բան են ման գալիս, բայց այդպես աջակիցներ ասենք Արտուր ջան, լավ։ Եթե ես կարծում եմ, եթե Վարդան Ղուկասյանը այդպես Գյումրու մասին մտածող Գյումրի շենացնող ազնվորություններ, ուրեմն պետքա Գյումրին դղրդար քաղաքացիները դուրս գային ու անընդհատ ասում են ընտրված, այդտեղ ընտրված չէր։ 3 թե 4 խմբակցության միավորվեցին իրար եւ ձայները միավորեցին։ Խափելով, համոզելով, բանով, ահա բեկելով մարկանց, ախր Արտուր գիտեք որն է հարցը։ Սրանք նախ եւ առաջ պետք է հասկանան քաղաքական բարի խորքային իմաստը, հետո նոր խոսան քաղաքական հետապնդում։ Մարդը գնացել է կաշառք է պահանջը, քրեական գործ է հարուցվել, այստեղ քաղաքականը ո՞րն, այսինքն զարմանում ես ուղղակի, ինչ վերաբերում է այդ հայտնի պերսոնաժներին Արտուրիկ Խաչատյան ու Գեգամ Մանուկյան։ Սրանք ներկայացնում են մի քաղաքական կազմակերպություն, հայ հեղափոխական դաշնակցությունը,
որը որ երևի Աբդուլ Համիդից ավելի շատ վնաս է տվել համաշխարհային հայությանը, հայկական պետությանը։ Այսինքն սրանք մի կուսակցություն են ներկայացնում, որը որ երիկ թուրքերի հետ կոալիցիա է եղել։ 1907 թվականին Դաշնակցություն որպես կուսակցություն կոալիցիա կազմել Թալյաթի, Էնվերի, Ջեմալի կուսակցության հետ։ Սրանք սա մոռանում են Արթուր։ Սրանց նպատակը մի բան է, իրենց համար կապ չունի վաղը Հայաստանը ում գաղութ է կրնի, Ռուսաստանի, չգիտեմ, Արևմուտքի, Ամերիկայի, Ֆրանսիայի։ Իրանց պետքա գաղութատիրական այդ հայտնի միջազգային հարաբերությունների ուսումնասիրած մարդիկ գիտեն այդ հայտնի սկզբունքը դոմինիոնի։ Օրինակ մեծ Բրիտանիան ուներ իր դոմինիոն երկրները, որտեղ որ նման կարգեր հաստատել եւ մի հատ գուբերնատոր էին մի հատ նշանակում, ասում են ինչ ուզում ես արա ախպեր ջան։ Մեզի հավատարիմ շամպես ծառայի, քո ժողովրդի հետ ինչ ուզում ես արա։ Այսինքն սրանց նպատակը ո՞րն է։ Դաշնակների ու այս Վարդանիկ կոչվածի Քոչարյան Ռոբերտի, որ դառնան ինչ-որ մեկի գաղութը, այդ անվտանգային անձրևանոցի տակ մտնեն, Թուրքիայի, Ադրբեջանի այդ վտանգը չլինի ու Հայաստանում կայֆավատ անեն։ Մենք գնացինք Դուբայ հասանք ինչի համար, որ այս լրբի տղեկի ունեցվածքը ներկայացնենք Արթուր։ Ուրիշ բան ու գործ չունենք, պարապ էինք մնացել, պետք է գնայինք, ընկնեինք կիլոմետրերով մահանգայինք, քարտեզը ձերներես հասցներով ընկնեինք բան, ուրիշ գործ չունենք, պարապենք մենք մնացել։ Չէ Արթուր, մենք ուղղակի հայ ժողովրդին ուզում ենք ներկայացնենք, թե սրանք ով են։ Արցախից մազապուրծ եղած, Արցախը տենց ընդունող, Արցախի հերոս համարվող Քոչարյան Ռոբերտը, այդ մի Արցախում մի հատ տենց առանձնատուն չուներ։ Մի հատ լավաշի փուր, հացի փուր չունեին Արցախում Արթուր։ Դրամբոնի հանքը այնց կերան մինչև հիմա մի 100 տարի ինձ մոծակ ճանճ չի կարա մտնի հելնի։ Այնց վիճակն են գցե։ Սրանք էկոցիդ են արել Արցախում։ Սրանք հաձութի չմոռանանք պատերազմը ոնց սկսվեց, այդ ճամփենով բացեց հաձութի, այդ շուտ աղա ջան կամու ինչ էր իրանց այդ հայտնի Եվնուխներից իրանց ու Արայիկի հաձութում անտառի հետ գզեց անտառը ուղակի, հնձեց, փայտի արտադրամասեր դրել, ճամփեն բացեց, որ իր ավտոները գան անցնեն անարգել։ Թուրքերն այդ ճամփով եկան հասան Շուշի։ Այդ ճեղքումը ոնց եղավ։ Կարող է այլ մորորակայիններն են արել, կարող է Ադրբեջանն արել, Թուրքիան արել։ Մարտի 1-ին Երևանի կենտրոնում Արթուր հայ երիտասարդին գլխից սնայպերով խփին։ Այդ ով է խփել։ Բացահայտել ենք, չէ՞ որ Ղարաբաղից բերած այդ վիժվածներն էին։ Հետո էլ ասում են մենք նորից մեր Արցախցի, մեր Ղարաբաղցի ժողովրդին շատ լավ ընդունում ենք, ուժեղ ժողովուրդ է եղել, բայց այդ մի քանի տականքը Ղարաբաղցի հայ ու Ղարաբաղցու մեջ էլ անջրպետ այտենց բան մցրեցին, չէ՞ որ մեկը մեկին չի սիրում, խնդիրներ ատում են իրար շատ դեպքերում, ինչի համար։ Այս վիժվածքների պատճառով Արթուր։ Այդ սպեցնազը ով էր բերե օգանոսկու գլխավորությամբ։ Ու այս քնձխները, քնձռոտները, այսքանից հետո ինչ պետությունից են խոսում։ Լավ, Վարդանիկ Ղուկասյան, դու ով ես քո աբրածով մեկ, ինչ ունես այս երեգի համար արած, բացի քո տուն տանելուց։ Եղել են փողոցի խուժաններ սրանք։ Ոնց կարա մարդ արժեքներից խոսա, որ 2008 թվականի մարտի 1-ին Սերժի համար ճտություն էր անում։ Քոչարյանի համար ճտություն էր անում։ Ու այսքանից հետո ես նրանց գիտեք կգնահատեի անկեղծ այն դեպքում, երբ որ մարդը քաղաքական գնահատական տա Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։ Իսկ այս մարդկանց նայում ես իրանց մոտ ամեն ինչը անձնական խնդիրներ է։ Մեկի հարցին են գործից հանել, մեկի փեսուն են գործից հանել, մեկին բիզնեսն են ինչ որ վերցրել, դարել են այտենց սա ասկ փրկող են դարել։ Որ ասես օրինակ Վարդանիկ Սերժի այդ ինչ եղավ, պաշտում էր Սերժին, անձնական այտենց ճղճին խնդիրներ է։ Թրել էր Քոչարյանի գիրկը։ Այսինքն տեսեք, Արթուր սրանք այն աստիճանի հակապետական էլեմենտներ են, որ սրանց գործունեության ողջ իմաստը լափն է։ Գան լափամանի մեջ տեղավորվեն, որ կրեն տանեն իրաց տուն։ Ռոբերտ Քոչարյանը դու ասենք ես ասելիք չունեմ Արթուր, մարդ ինչ աստիճանի պետքա բարել չկա։ Սա համաշխարհային պատմություն է մտնելու այս ինչը որ այս 30 տարում մեր հետ եղավ։ Որովհետև աշխարհում նման երևույթ չեք գտնի դուք։ Բենզինը կխմեին կմեռնեին։ Հələ մտած վիճակը նայեք։ Մեծ խոսում էին Ղարաբաղը, հիշում եք չէ՞ որ Արայիկին հանեցին այն
երևույթին բերեցին ինչ այն Շարամյանը այն չէ որ ինչ տվին ստորագրեց այդ բաներ մզաքս էր գնացել դե հիշում եք ոնց էին շնորհավորում Քոչանյանը ու Սերժը այսքան շնորհավորել էին կեժամ պիտի կարդայի որ սկսվում է Արցախից ինչպես Ղարաբաղյան շարժումը ինչպես 90 թվին հեսա Արցախից կլինի մենք կազդագրվենք այս կողմ այն կողմ 3 օր հետո ինչ եղավ Արտուր դե Արցախը բացի այդ մնացական լյովա կամանդուշի արմիա էր ՊԲ հրամանատար ա եղել գեներալ լեյտենանտ ինչա Բակո Սահակյան Արկադի Ղուկասյան Արայիկ Հարությունյան ընդդելի գեներալ Էլի գեներալներ կան այդ մեջներից հարիվ է Դավիթն է բայց այդ Դավիթ Բաբայանը օրինակ ես չեմ հասկանում հիմա գնում են բողոքի ակցիաներ են անում ասում են Բաքվի բանտերուն փտող մեր հերոսները բան օրինակ Դավիթ Բաբայանը ինչ հերոսություն արել որ գնացել է ինքնական հանձնվել ադրբեջանցիներին ասել է հես եկել եմ վերցրեք Արտուր ասեմ Չէ գնացել ինքը Շարամյանի նիվը չէ իրեն գրասել է հայտարարել որ գնում է ինքը հանձնվել հեսա ես պատմեմ ոնց ա եղել գցել են ասենք Շարամյանի այդ նիվայ ինչ է այդ նիվեն տարեշուշի բրախել են սրանց լավ հիմա որ ասենք կասեն բացահայտել ենք չէ ամեն ինչ ներկայացնել ենք լավ այդպես մեծ խոսում էիք Ռոբերտն ու Սերժը բայց ձեր բաները հերոս ընկերները Դուք տեսել եք ոնց են գերի հանձնվում Արտուր Դրանք պետք է գանստե դատվեն Պետք է գան կանգնեն դատարանի առաջ ու այն 18 տարեկան զինվորների ծնողները որոնց երեխաները այդ իրանց կյանքը զոհել էին հանուն այդ Արցախի հանուն մեր հայրենիքի այդ մի մետր հողի համար պետք է գան սրանց դատեն Արտուր պետք է մեծ դատավարություն լինի ու հատացած եղեք իրանք Երանի են տարի որ ընդդել դատվեն չվերադառնան Հայաստան որտեղ այնպես բաներ է պարզվելու որ մի քանի հոգի գիտի ուղակի Արտուր ու Ռոբերտ Քոչյանը ամեն օր մոմ է վառում որ հանգարց Բակո Սահակյանը չվերադառնա Արցախի ազգային ժողովի падգամավոր օրինակ Մետաքսե Հակոբյանը միշտ ճեպազրույցների ժամանակ ասում է ես չեմ հասկանում ոնց կորցրեցինք Արցախը զարմանում եմ մարդը չի հասկանում Այդ հայտնի բան կա, չէ, անեկդոտ կա, ասում է, ոնց դարեր համասեռամոլ, ասում է, տենց հարց ու փորձ անելով բանով քոպես, հիմա իրանցն է, էլի։ Թող Քոչյան Ռոբերտին հարց ու փորձ անի իրար մեջ հասկանան ոնց կորցրեցին։ Այդ մարդկանց ինչ ասես Արտուր։ Մոնղոլ թաթարները, արաբները, չգիտեմ, օսմանները, սելջուկ թուրքերը ոչ մեկ նման բան չէր կարողացել անել 2000 տարվա մեջ Արցախցուն զրկել իր հայրենիքից 10 հատ թափթփուկ դավաճան արեցին տեսակ ինչքան զենք հանձնեցին Արտուր 100 տանգ են մենակ հանձնել 100 տանգ ինչի մասին է խոսքը ասենք Շարամյան Սամվելի դեմքին որ նայում ես այդ մարդը որ ոնց ասեմ ձեզ հենց հիմա տանեն մի հատ ուրիշ տանեն Տրամպի տեղը Շարամյան Սամվելին նշանակեն Մեքսիկային կհանձնվի 2 օր հետո Այսինքն սրանք էս են Արամ եւ շարունակելով մեր հաղորդումը իդեպ մեր հեռուստադիտողներից ովքեր հետաքրքրվում են ինչի ենք այսօր փակ տարածքում ընդամենը եղանակային վատ պայմանների պատճառով մեր նկարանը տեղափոխեցինք փակ տարածք թե չէ սիրով Երևանի կենտրոնում ենք Քոչյանից տունը կգնայինք նկարանանեինք իր հետ Արամ եւ հոկտեմբերի 21-ին հակակոռուպցիոն դատարանը դատախազության հայցապահանջը մասնակի է բավարարել ՀՀ ազգային ժողովի նախկին падգամավոր ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ժառանգներից եւ նրա փոխկապակցված անձանցից հոգու ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1.2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը, իհարկե գլխավոր դատախազությունը դեռ բողոքարկելու է, ուրեմն ինչի մասնակի մեր հեռուստադիտողներին ասեմ, իրենք էլ իմանան, դատախազությունից մեկնաբանեցին, որ գույքի մի մասը դատանը օրինական ճանապարհով է համարել, քանի որ դա Մանվել Գրիգորյան ձեռք է բերել մինչ ազգային ժողովի падգամավոր դառնալ, այսինքն որտեղից ոնց է ձեռք բերել, որտեղից իրան այդքան գումար որ ձեռք բերել, ինչևէ 1.2 միլիարդ դրամն է, որ ասում են տարիներ շարունակ այդ թալանի վերադարձը ինչի այդքան երկար տևում, այսպես ձգձգումների պատճառով է երկար տևում։ Իդեպ Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք զինամթերք պահելու ավելի քան
101 միլիոն դրամ գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցների ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորտմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Նա 2018 թվականի հունիսի 16-ին ձերբակալվեց եւ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։ Եվ այսպես Արամ ջան, գույքերը մասնակի են վերադարձում պետությանը եւ երկար ժամանակ տեսնում դատավարությունը 2018 թվականից ընթանում էր, հիմա մասնակի։ Սա Արտուր խոսում է մի բանի մասին, որ մեր դատա իրավական համակարգը պետքա շատ լուրջ ռեֆորմ իրականացվի եւ այնտեղ մարդիկ կան, որոնք որ ծառայում են Սերժա Քոչարյանական այդ թայֆին, այդ վիժվածքներին եւ այդ մարդկանց ուղղակի պետք է այդ դատական համակարգից հանեն շպրտեն դուրս։ Բացատրեմ ինչու, որովհետեւ տեսեք, եթե մարդը իր իրավահաջորդները, չէ՞, նազիկա ինչ է երևույթը ասում է, դե ինքը այդ ժամանակ ասում է падգամավոր միջ դառնալը, եթե ունեցել է ուրեմն օրինական է, այսինքն թե ինչպես է ունեցել։ Հիմա Սաշիկ Սարգսյանը, Արտուր ջան, մինչև падգամավոր դառնալը, մինչև Սերժիկի հետ իշխանությունը հետ որ եկան Քոչենք զավթեցին, բազի վարորդ էր։ Ձմերուկի ավտո էր քշում կարտոշկի։ Հիմա այսինքն բայց հելնում հայտարարում է դրա տղեն ով այն նարկոշնա թե մեկն է, չեմ էլ իմանում, դրա երևույթները ասում են Ռուսաստանում գործ ենք ունեցել, բիզնես ենք ունեցել։ Այսինքն դուք այդպես բիզնեսմեն գիտեք, որ Ռուսաստանում գործարաններ ունի Արտուր, բայց Հայաստանում կարտոշկի ավտո է քշում կամ ձմերուկի։ Սա պետությանը ձեռ առնել է։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին։ Ես մեր հաջորդ հաղորդմանը, քանի որ մենք շատ լուրջ բացահայտում ենք իրականացնելու հոկտեմբերի 28-ի հետ կապված, ես այդ կոնտեքստում կանդառնամ Մանվել Գրիգորյանի այդ երևույթին, թե ինչպես Մանվելը դարձավ ուղակի, ով Մանվելին դարձրեց այտենց գույք խլող, այդ մարտական ուղին դրեց մի կողմ ու դարձավ, չեմ էլ ուզում այդ բառը ասեմ, զոհված մարդ է, մահացած մարդ է, բայց իրականությունում մենք պետք է ներկայացնենք Մանվել Գրիգորյանի հետ կապված, ես հոկտեմբերի 28-ի կոնտեքստում շատ մեծ բացահայտում ենք անելու մոտորերս Վազգեն Սարգսյանի հետ կապված, թե ինչպես Վազգեն Սարգսյանին դավաճանեցին եւ վերջի ես կներկայացնեմ, թե մի քանի հոգի էին մնացել հավատարիմ Վազգեն Սարգսյանին, նրա գործին, իսկ մնացածը վաճառվեցին, դավաճանեցին, պաշտոններ ստացան, կոչումներ ստացան ու միանգամից հիշողության կորուստ ունեցան Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով։ Այդ ամեն ինչը մենք կներկայացնենք, բայց այստեղ շատ կարևոր խնդիր կա, շատ կարևոր անելիք կա, որովհետև տեսեք, Արտուր, մարդ մի հատ ակտորա գողացել տունը հաշտներ ուտելու, տարիներով դատել են։ Դուք կհիշեք, չէ՞, տարիներ առաջ են մի 10 տարի առաջ Սերժիկի ժամանակ մի հատ վիդեո կար YouTube-ում, որ պրոսպեկտում Մաշտոցի պողոտայում այդ սա սուպերմարկետից մի հատ ինչ-որ պեչենի էր գողացել, հետապնդեցին, ապարեցին։ Մի հատ պեչենի էր գողացել, ես պատահական նայում եմ ու գիտեք ինչ, իմ մոտ տպավորություն էր, որ Բեն Լադենին էին եկել ձերբակալեին, ուրեմն ընդ գոռումա ոստիկանությանը, չգիտեմ այն վաղ ով էր այդ Վովայի ճտրից էր երևի ինչ-որ մեկը, շղթա արեք, այն մի հատ կապ են տալիս, մի հատ գիտեք ինչ, մեքենան։ Արտուր, մի հատ ահա սարսուր տեսան, որ մի հատ պեչենի էր այդ մարդը, երևի սոված էր եղել, ուտելու բան չկար, մի հատ պեչենի էր, այտենց ձեռի հետ վերցրել, այսինքն սրա մասին մենք պետք է խոսանք։ Նորից եմ ասում, բազմաթիվ մարդիկ կան, ուղղակի տարիներով նստած են։ Ոչ տեր կա հետևներից գնացող, ոչ անտերի պես, ոչ մարդ ունեն, ոչ փաստաբան ունեն, ոչ հետաքրքրվող կա, այսինքն այս հարցերով պետք է մենք շատ լուրջ զբաղվենք, որովհետև այս դատա իրական համակարգը պետք է շատ լուրջ ռեֆորմ իրականացվի եւ այսպես շարունակել ուղղակի չի կարելի, սա շատ վատ հետևանքների է հանգեցնելու եւ առաջերտին հենց Նիկոլ Փաշինյանի համար, որովհետեւ հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին մի բանի համար է մանդատ տվել։ Ոչ թե այսօր ասում է իրական Հայաստան, պատմական Հայաստան, այդ պոլեմիկա դնենք մի կողմ։ Հայ ժողովուրդը մանդատ է տվել, որ դրանց բոմբ սարքի։ 30 տարի կեյան խմին արունները այս ժողովրդի։ Քոչարյանի գործը 7 տարի դատարանում է։ Այդ ինչ մի դժվար գործ է։ Այդ ինչ դժվար գործ է։ Դե ինչպես Քոչարյանը հոկտեմբերի 27-ի մասին էր ասում, որ Ուչաստկովի գործ է։ Այ այս գործը Ուչաստկովի գործ է, իր այդ այս գույքի գործը։ Սա իրականում Ուչաստկովի գործ է։
Բախտը բերել է, որ մեղադրող կողմը մենք չենք։ 5 րոպեում կբացահայտենք Արթուր։ 5 րոպեում ուղղակի։ Միած sense թարժնայի բջերի վրա արդեն կգային ինչ պետքա կգրեին ու գիտեք ինչ կլներ։ Չհասկացանք, միլիարդներ են կես նրանք հանեդուս։ Պողոսի անով, Պետրոսի, Ժակ Ֆուֆուի, Մարտիրոսի, այսինքն մենք պետությունն էլ բանն է, էլի էշի տեղ դնելու բան է, ինստրումենտ է։ Ինչ է նշանակում, պետության հետ հաշտություն կանքեն ու բերեն հետ տան ինչ-որ մի մասը, չէ։ Ավել պետք է բերեն Արթուր, որտեղ 15, 20, 30 տարի եթե 100 միլիոն, 200 միլիոն դոլար գողացել է։ Այդ փողը այսօր դարել է 1 միլիարդ, չէ։ Այդտենց է, այնա նախադեպ է, էլի։ Բոլորն էլ կասեն դե բերեք մի 10-20 միլիոն դոլար գողանանք պետությունից, մի 20 տարի դուք տանենք հետ կտա։ Շրջանառության մեջ գումարը փորձանեն, հետո կվերա։ Ոչ մի հաշտություն չկա նման բան Արթուր։ Իրավունք չունի պետությունը հաշտություն կնքի այս մարկանց հետ։ Շուտ ասում են բանը այդ ժամանակը անցել է, այտենց օրենքներ կա, որ 15 վաղեմության ազգային ժողովում եք մեծամասնություն, փոխեք, սահմանությունը փոխեք, օրենսգիրքը փոխեք, հատուկ նորմեր սահմանեք, որ օրինակ այսինչ թվից բարձրի դեպքում, այսինչ պաշտոնայի դեպքում ներում բերքում չի լինելու։ Այսինքն մեզ թալն են, կեղեկ են, վերջում բերեն ադալժենի անեն, ասեն դե այս բան էս, կեսը տանք կամ այս կրճատանք հանգիստ ապրենք, այտենց բան չի լինելու Արթուր։ Առաջինը մենք թույլ չենք տալու։ Ինչ ուզում անի, այդ դատը ոնց ուզում է գնա։ Չէ՞ բոմժ են դառնալու sense թե հենց։ Ես ասել եմ ու բանից եմ ասում։ Սրանք բոմժ են դառնալու։ Եվ Մանվել Գրիգորյան թեմա շարունակելով վաղ շաբաթում նոյեմբերի 16-ին ընտրություններ են տեղի ունենալու եւ Մանվել Գրիգորյանի կինը Նազիկ Ամիրյանը եւ դուստրը մասնակցում են ընտրարշավին, քարոզարշավին են մասնակցում եւ քարոզարշավի առաջին օրը հենց Նազիկ Ամիրյանը ասել է, որ Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չկա, ժամանակն ինքն իրեն մաքրեց եւ ցույց տվեց, որ Մանվել Գրիգորյանը եղել է եւ մնացել է հայրենասեր հայ ազգին նվիրված զինվոր 2018 թվականի սարքված դեպքերն ու մոնտաժված կադրերը այլևս ազդեցություն չունեն։ Ասաց, որ չեն ընդունելու բանավեճի առաջարկը, տենց ընդեղ Արամ Սարգսյանի տեխնատուն էր բանավեճի հրավիրել, բայց այդտեղ հարցը այն է, որ մեզ մարդիկ խոսում են երբ մոռանալով, այնտեղ Կարենին էլ են անդրադառնում, տղային էլ անդրադառնում, որ տղայի վրա էլ է շինց ու գործեր։ Այնց են ներկայացնում, այնց սրբերին հանդես գալիս, որպես սուրբ մարդկանց մասին է։ Մոռանում են, որ իրանք այնց են սարքել, էջմիացնում, որ ոնց որ բան կազարմ չաստ պետքա մտներ, ընդ կամենտացկի բանով շլագբաում էր դրած իրանց փողոց պետքա մարդ չմտներ, բան, այդպես Մանվել Գրիգորյանը շատ սուրբ մարդ էր։ Իսկ այդ Տուշոնկեն բանը, որը հենց ասում են, հենց իդեպ Նազիկ Գրիգորյանն է տարելցրել այնտեղ, սկի Մանվելը տեղակե չի եղել, Տուշոնկենն ու բաները, այդ խտացած կաթերը, որ երեխեքը հավաքել էին, դպրոցների երեխեքը, որ բանակ հասներ, իրանց պահեստում դրած էր եղել։ Արթուր, չեմ ուզում անդառնամ, ինչ Նազիկին ես ինչ անդառնամ պատասխանեմ, ուղղակի մի բան կասեմ։ Օրինակ Արամ Սարգսյանը մեր աշկի լույսը չգիտեք, Հանրապետություն կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայրը կամ այնտեղ էլի մասնակիցներ կան, որ մասնակցում են, բայց մի ճշմարտություն կա։ Դուք ուզում եք ստանալ Վաղարշապատի, Էջմիածնի քաղաքացու ժողովրդի մանդատը, գնացեք ու եթերով նստեք բանավիճեք։ Թող գնան Արթուր ջան, նստեն բանավիճեն։ Ամեն մեկը իր ասելիքը ասի, ժողովուրդն էլ լսի, ում կհավատա, ում կվստահի, թող գնա ընտրություն կատարի։ Եթե հայ ժողովուրդը այսքանից հետո Վարդանիկին ձեն տալի, շո Նազիկին, վաղն էլ Սաշիկը կգա տեխնայությունը կդնի, Սաշիկին կընտրեն։ Ուրեմն սա հիվանդ ժողովուրդ է, թե այդպես է։ Պետք է լուրջ բուժում հասնի, որտեվ իմ մոտ արդեն տպավորություն, որ իրանց դուր է եկել 30 տարի, որ իրանց այսօրն են գցել։ Շատ դեպքերում գիտեք, չէ՞, մեզ գրում են մարդիկ, բա ինչների դա պետք, խիեք բանում, հանգիստ ձեր համար ապրեք, էլի ուրիշ բան ու գործ չունեք, չէ, չունենք։ Մենք ձեր նման անթասիբ չմոչ ենք, արա, որ մեր երկիրը կեղեքեն, մեզ այսօրը գցեն, բանակը թաղանեն ու հանգիստ նստենք։ Մենք այդ հայ տեսակը չենք։ Եթե դուք այդ հայ տեսակն եք, ձեզ ձերա տալի, որպես չմո ապրեք, որ ձեզ թալանեն, իրանց այդ բռաբուսներով իրանց երեխեքը քշեն ձեր երեխեքի վրա։
Եթե ձեզ ձերատանի դեմ ապրեք, մենք թույլ չենք տալու։ Օրինակ Արամ, լավ սա ուղղակի ցնդաբանության աստիճանի մեկնաբանություն է։ Ես ուզում եմ հասկանամ հիշողությունը ոնց է իրանց մոտ ջնջվում։ Ինչ որ հեղուկ կա ըմպում են, այտենց ջնջում են, ասեք այդ մեկ ու Ես ժամանակին մտածում էի, որ ինչ որ հատուկ միջոց կա, լողանում են անցնում, հա, օրինակ Սերժի Քոչարյանի իր այդ թայֆի բջերի մոտ այտենց հա, չէ։ Ինչ ասում ես, թքում ես դեմքներին, գնում են հատուկ երևի բան կա իրանց տունը, լողանում են։ Երևի սիուշնը արտադրում, հա, այդ հեղուկը, թուրմա ինչա կամ լողանում են անցնում, հա։ Երևի դեռ շուն մի բանով լողացել են կամ ինչ-որ, չգիտես, էլի։ Ես մի բան գիտեմ, որ Արտուր, տեսեք, մարդ, եթե պադոշ է, պադոշ, բարի ուղի իմաստով։ Պադոշին էլ ինչ ասես։ Մենակ պադոշը կարա 2018 թվին։ Ես քաղաքում քայլում էի, ինչ ժողովուրդ, ինչ ազգ, շուն ու կատուներն էին հելե։ Տարականները հելե Սերժ էին մերժում Քոչարյանի հետ միասին, խավարասերները ասենք։ Այն կենթանիներն էին անգամ սրանցից զզվել, բուսաբանական այգու, որդերը։ Այդքան ես դուք պատկերացրեք մարդ ինչքան պետք է պադոշ լինի, որ էլի քաղաքականությամբ զբաղվի։ Քոչարյանը ասուլիս է տալի, որ Սերժը ասում է ես մի անգամ եմ խոսալու, ասենք մոտ հիվանդանոց Արտուր։ Սրանք նորից եմ ասում պադոշ, որտեվ նամուս թասիպ ունեցող մարդը, որ բենզին չխմեր իր կյանքին վերջ տար, այսքանից հետո կգնար մի հատ տուն, մի անկյուն կմտներ, այդ դուսը չէր գա։ Կասեր թող ժողովրդի իմ անունը չլսի։ Բայց նրանք պատկերացնեք Արտուր, հենց մի հատ էլ ասում են բան այդ երևույթը ասուլիս է տալի, ասում է 26 թվին բանի Գյումրիի մոդելով միանանք իրար բան ենք, հենց գժին նայի ասենք։ Ասենք Ռոբերտ Քոչարյան, դու չգիտես քո գլխին ինչա գալու։ Հենց հավաքի ձերոնց Սեյթրակի գլխավորությամբ, Սեյթրակին շատ է սիրում։ Հավաքի ու սպասի։ Սպասեք թե այս ժողովուրդը դուք չգիտեք ձեր հետ ինչա անելու։ Ուզում է փախնեք, հեն այն Սերժի այն հարսը Միշիկը փախել է, չէ՞։ Մի փրկիչ էլ ընդ է այշուր։ Հռոմում Սոջիում, այո։ Հայաստանը հանգիստ։ Մեկ բաներ է գրում այդ անասունը, չես էլ զարմանում ես, ասենք Արտուր, էլի մարդի ո՞նց ասեմ, էլի։ Մենք դրան կանադառնանք, թե ամեն ամիս Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ ինչքան փող է ստերից դուրս եկել գնացել Վատիկան։ Սունկեքով փող են տալի։ Ու ես քանի որ խոսք գնացես երևույթներից, մի քանի ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ 3 թե 3-4 վերջերս մենք նոր ենք վերադարձել Սիրելի հայրենակիցներ, բայց Հրանտ Մարկանի որդու հետ, որ ինքը իրան խփեց հոգի հանգստի արարության ժամանակ, ինչ որ այս Սերժիկի, այս նարկոշի ճտերից մեկը, ինչ որ այնտեղ խոսքը գնացել, իզից են խոսացել իրար մեջ, ինչ որ բաներ են պատմել։ Ես ուղղակի այս Սերժիկին ուզում եմ զգուշացնեմ, որ խելքը գլուխը հավաքի ու հասկանա, որ այդ մարդիկ, ովքեր որ իմ մասին ինչ-որ բաներ են խոսում, նախ եւ առաջ իր հետևից մեր են քրվում իրան ընկեր համարողները, բայց լսի Սերժիկ քեզ ինչ եմ ասում։ Մի հատ էլ իմ ականջին նման բան հասավ, դու ուղղակի այն կմտնես ձեր տուն, այն մտ թորուն է, Սերժեն դրա անունը ինչ։ Փոքրիկ Սերժիկին կբացացես, թե այն ինչ որ ես հրապարակեմ, թե խի տենց եղավ։ Քո ու քո ընտանիքի հետ կապված։ Խելքդ գլուխը հավաքի, թարթուկներից կանչի կարգի հրավիրի։ Թե չէ ես որ կարգի հրավիրեմ, Միշիկը կարող է սեղրը փոխի ինքը իր ստիպված, պլաստիկ վիրահատության դիմի։ Արամ եւ այս շաբաթվա վերջին իրադարձությունը վել ավարտ են եթերը, դա վերաբերում էր Արշակ Սրբազանի վերագրվող տեսանյութին, որը տարածվեց շատ արագ, գիշերով տեղադրեցին եւ հաջորդ օրը մեծ տարածում գտավ։ Ես Արշակ Սրբազանին անձամբ չեմ ճանաչում, գիտեմ նրա եղբորը որպես հոգեվորական Տեր Հակոբին, ես չեմ արդարացնում, ես իմ կարծիքը հիմա ասեմ, հարգելի հետևորդներ, Արամ դու էլ լսիր, դու էլ ունես քո կարծիքը, մեր հետևորդները իրենք իրանց կարծիքն են ձևավորում, ես չեմ պաշտպանում, նման վարքականոնը չեմ ընդունում, իհարկե հոգեվորականը պետք է մաքրամաքուր լինի, ինչպես Նորա Հարսի սպիտակ ջերմակ շորը, բայց մենք տեսել ենք Վատիկանում էլ ինչ է տիրել եւ Հայաստանում սա գաղտնիք չէր։ Այն մարդիկ, ովքեր սկսեցին այն տղամարդիկ հիմնականում խոսալ Արշակ Սրբազանի այդ վարքականոն հետ, իհարկե նա ոչ հաստատեց, ոչ
մերժեց, ոչ հերքեց տվյալ տեսանյութի իրականություն լինելը, բայց այն մարդիկ, ովքեր հիմա մեղադրում են, վստահ եմ այդ մարդկանց մեջ շատերն են եղել, ովքեր նման հոգևորականների հետ առնչություն ունեցել են, սեղանի շուրջել են, նստել, կերել, խմել, սաունայել են, գնացել, որ այն գլուխ գովան են, որ Ռուսաստաներում ասել են նատաշկային հրեցի, բրթեցի, ման այդ մարդիկ հիմա վայ, այս հոգևորականը տեսեք պիղծ է հիմա ինքը։ Այսինքն իսկ ով է տարածում նման տեսանյութերը, ով է նման կարգիստոր ձևի անձնական կյանք ներխուժում արամ։ Արտուր, մենք մեր ունեցած տեղեկություններում եւ ինչպես են ըստ օդում կախված լուրերի, ես ասեմ, որ սա Ռոբերտ Քոչարյանի ձեռքի գործն է։ Ես հիմա չեմ ուզում շատ փակագծեր բացեմ, բայց թող Արշակ Սրբազանը իմանա, որ այդ ամեն ինչը տարածել է Ռոբերտ Քոչարյանը եւ հենց Ռոբերտ Քոչարյանի հետ կապված այդ եվնուխները եւ այդ մեդիա դաշտը, որը որ իրենց իշխանամետ է համարում, բայց իրականում Ռոբերտ Քոչարյանի պատվերն են իրականացնում, նրանք հենց գրեցին, որ Արշակ Սրբազանի հետ կապված տեսանյութը Սերժն է տարածել, չգիտեմ, կաթողիկոսի հետ խնդիր ունի, ուզում է հանի կաթողիկոսին, այսինքն սա Ռոբերտ Քոչարյանի, սա թուրքի ձեռագիր է, սա ադրբեջանական այդ ՍՍՀ-ում ապրած տարիներ շարունակ Եվնուխի հոգեբանություն եւ ձեռագիր է, եւ ես նշեմ, որ Սերժիկ Սարգսյանի գիտեք ես ինչպես եմ քննադատում, ինչ օրն եմ գցել, այսպես նա հասնում է նրան, բայց բաներ կա, որ կարմիր գծեր կա, որ Սերժիկը իր կյանքում չի անցել, Արտուրը եկեք ճշմարտությունը նաև ասենք մեր ժողովրդին, նաև 2018 թվականին հավատացած եղեք, եթե Ռոբերտ Քոչարյանն էր իշխանության, գիտեք ինչ էր կատարվելու։ Մարտի 1-ը դա ուղղակի մի հատ, չգիտեմ, ինչ կթվար այդ կոնտեքստում, ես ասեմ, որ Արշակ Սրբազանը տարիներ շարունակ շատ իմ ունեցած տեղեկություններով շատ լուրջ եւ շատ մոտ հարաբերություններ ունեցել Սերժ Սարգսյանի հետ եւ Ռոբերտ Քոչարյանը փորձում է եկեղեցին հնազանդեցնի իրեն։ Այսինքն ինքը փորձում է այնտեղ հոգեվորականներ կան, որոնք որ Նիկոլ Փաշինյանի հետ են լավ հարաբերությունների մեջ չէ, կան որոնք որ Ռոբերտ Քոչարյանի հետ կան, որոնք որ Սերժ Սարգսյանի հետ կան, որոնք որ չգիտեմ Պողոսի, Պետրոսի, այսինքն ինքը եկեղեցին ինքը շատ մեծ կառույց է եւ այս կոնտեքստում Ռոբերտ Քոչարյանը փորձում է բոլորին հանի իր դեմ, ինչպես ասում էր Նիկոլո Մաքիավելին, բաժանիր որ տիրես։ Ուղղակի գեղացի Ռոբերտը ժամանակին իր դասերը լավ չի սովորել եւ չի հասկացել, որ 21-րդ դարում այս նոր աշխարհակարգում մարդիկ կան, որ գալիս եւ մեզ պատմում են, թե առասարակում հետ է հանդիպում Ռոբերտը, ում է ինչ հրահանգ տալի եւ ինչ է անում։ Այս կոնտեքստում ես շատ ոչ Արշակ Սրբազանին եմ ուզում շատ ինֆորմացիա տամ, որովհետեւ ոչ ճանաչում եմ, ոչ էլ չեմ էլ ուզում ինչ-որ մեկին։ Ես ուղղակի զգուշացնում եմ, որ Արշակ Սրբազանը թող հետաքրքրվի եւ կհասկանա, թե ինչպես եղավ այդ Telegram ալիքը ոնց բացվեց, որտեղից բացվեց, որ երկրում էր բացվել, ոնց տարածվեց։ Ինչպես ասում են Արտուր ջան, դա իրանց ներքին գործն է, մեզից հասնում ենք ժողովրդին ներկայացնենք, որ սա Ռոբերտ Քոչարյանի Իլհամ Ալիևի քութիկի ձեռքի գործն է, եւ սա մի բանի համար է անում, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը երազանք ունի։ Տեսեք 2024 թվականի հունիսին, երբ տերորիստ Բաղդադին հանեկցել էր Քուչեքը ազգային ժողովում, կհիշեք այդ բախումը։ Այդ օրը Քոչարյան Ռոբերտը պատահաբար մեկնեց Դուբայ, այն հայտնի հանդիպմանը, եւ մենք հենց ֆիքսեցինք, որ սա այս առնետը, որ փախավ երկրից Արավոտ Բալյուսով, մի բան ստեղ այն չի, ու մի քանի ժամ հետո բախում եղավ ազգային ժողովում, կհիշեք։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի երազանքն էր մարտի նոր մի հատ մարտի 1 սարքելը, որ գնար Եվրամիություն ճվար, գորար, ասեր տեսեք, Հայաստանում ցուցահար են ծեծում, կրակում, բայց այդպես պլանը իրականության չդարձավ շատ հայտնի պատճառների շնորհիվ, որտեղ ԵԱՊ համակարգը արդեն իմ ունեցած տեղեկություններով գրագետ գործեց եւ թույլ տվեց, որպեսզի արուն թափվի բախում, բայց ամենայն այդպես ֆիքսենք, որ բախում տեղի ունեցավ, բայց չվերացվեց արունահեղության։ Եվ տերորիստ բգոն քանի որ չարթարացեց Ռոբերտ Քոչարյանի հույսերը, նա տեսակ թե հիմա ուրանա։ Ինչպես ախր սրանց ձեռագիրը հասկանալու համար ես իրանց այդ կողի կշտի համար եմ ասում։ Բոլորին այդ է սպասվում։ Սրանք չեն ճանաչում այս թուրքերին։ Ու Ռոբերտ Քոչարյանը հիմա ինչ անում, քանի որ մի անգամ չի ստացվել, հիմա փորձում է եկեղեցում մուտիտը գցի։ Չէ, Արտուր, կողքից նայում է, կողքից հետևում է։ Այդ տեսանյութը 10 քանի տարվա տեսանյութ էր։ Այդ որտեղից այդ տեսանյութը հայտնվեց։
Հարցեր ինչ է սրանք Արտուր։ Այսինքն հիմա Ռոբերտ Քոչարյանը մի անգամ տեղի չունեցել այդ բախումը, որտեղ միակ շահառուն ինքն է։ Հիմա փորձում է, տեսեք ոնց գրագետ ձևով բոլորին խառնեց իրար, եկեղեցուն, իշխանությանը սարքեց թշնամի, լարված իրավիճակ է, ու հիմա էլ պրոցեսի միմիայն այս ճանապարհով կարող է ստալ Արտուր։ Իսկ ինչ վերաբերում է այն մահացած Բաղրատ սրբազաններ, ինչ էր այդ երևույթը, այդ տերորիստ է, որ լոմ բաներ գնում առնել։ Այդում խորհուրդներ լսել, որ գնացել էր լոմեր առնում, բենզիներ առնում։ Գիտենք, չէ, Արտուր։ Նայ, Մոսկվայի հանդիպումները նայ։ Արտուր ջան, գիտենք, չէ, Քոչարյանը ում է դա հանդիպե, ով է հետո ում տեսե, Բաղրատին ով է ինչ եկե ասել, լավ, Բաղրատին փողով է տվել։ Մոսկվայում այդտեղ սպասում էին, որ ինչ-որ մի հատ բանը, սքեմը հակը մեկը գնար, բանը, չեմադանով փողերը վեկալեր գար, չէ, Արտուր։ Դա ամեն ինչը գիտենք։ Այդ Քոչարյանի քավոր գենան այդ թուրքը խի չի գալի Հայաստան։ Եկան մի տարի առաջ հարսանիքը արեցին, թռան ու էլ չեն գալի։ Հենց բացահայտեցինք, որովհետև նրա բումաժնիկն է անդե։ Ում պետքա ուղարկում են Մոսկվա, փողը տալիս է, ասում է գնա այսիշ բանը արա։ Ռոբերտն ասում է ես տունն եմ եղել, խաբար չեմ եղել, Դուբայի։ Բախմանն ասում է ես Դուբայի, խաբար չեմ եղել։ Այսինքն սա թույլ է հետի այդ կողի կշտի ժողովրդը իման։ Նույն հիմա տեսեք Սերժիկ Սարգսյանը։ Մարսի քաղաքապետը իր համար հանգիստ ապրում էր։ Մարդ իր համայնքը ղեկավարում էր, իր համար հանգիստ ապրում էր, սարքին, իմպիչմենտ, չգիտեմ ինչ, հիմա ուրա Մարսի քաղաքապետը։ Տեսա՞ք, չէ՞ արդյոք։ Այսօր դատական նիստից հետո Սերժ Սարգսյանը էլի ասաց, որ իրենց նույնիսկ ծիծաղալու է երկրի ղեկավարի տեխնացուն դեր Դավիթ Համբարձումյանն։ Ես Սերժիկ Սարգսյանին նորից եմ նշում, պարոն Սերժիկ Սարգսյան, ես 5 րոպե առաջ զգուշացրեցի, ասեցի մի հատ հետևություն արա, հետաքրքրվի ու մի հատ էլ մյուս հոգի հանգիստ կլինի, ծնունդ կլինի, կնունկ կլինի, իմ մասին ինչ որ մեկը մի բան արտահայտվեց, դուք որ տնից դուրս եք գալի, ես տեղյակ եմ։ Որ աղջիկը $50,000 շոր է գցում հակը հելնում է Հռոմի քուչեքը մանգալու, այդ էլ գիտենք, արա։ Նայեք սահմաններ չհասնեք։ Անենց հրապարակումներ կանեմ, ձերով ոչ մեկիդ բարև չեն տա, ամոթ կլինի։ Խելքներդ գլուխներդ հավաքեք ու վերանգեք, սպասեք, մինչև հայը ձեր հետևից գալու է։ Եվ էլի եմ ասում, մի փոքր հումորով ասեմ, Արամ, այդ Արշակ Սրբազանի տեսանյութի մասին այդ կոմենտներ գրողներ, մեկնաբան ստատուսներ գրողներ, այն մարդիկ են հիմնականում են, որ անընդհատ մտա սրա քրոջը նրա կնգան, բռնաբարեցի, բան Նատաշային հրեցի, եսի ինչեր արեցի, պարզ բան, ասենք, ինչ իհարկե հոգևորա ես էլ չեմ պաշտպանում, հոգևորական է, բայց այն որ շանն է, կատվին է, որ կաստրացնում են, մեկը սեռական ցանկությունը մնում է, ասենք, բանով, դա կամ պետքա դեղ տաս, որ չկարողանա ոչ բան անի ցանկությունը պակասի, ձև չկա։ Էլ ինչ ասես։ Ես բայց ասենք նենց մեծ բան է, գիտեն, բոլորն են իրեն շրջապատում ամեն երկրորդը ունի հոգևորական Արտուր, դա գերեխմեն բանը։ Տեսեք, հենց դա է խնդիրը, որ Արշակ Սրբազանի այդ տեսանյութը ովքեր էին տարածում, հայհոյանքներ գրում, Ռոբերտ Քոչարյանի, Թայֆեն։ Այդ ֆեյքերին էլ գիտենք որտեղից ով է գրում, ով է բացել, որ համարով, ամեն ինչից տեղյակ ենք։ Իր տան անդամներին գիտենք ով քանի հատ ֆեյք ունի։ Մեզ էլ չեմ մտնում կոմենտում գրում։ Ես նորից եմ նշում, մենք սահմաններ չենք անցնում, մենք երբեիցե սեռական բնույթի հայհոյանք չենք տվել, ինչ որ չնայած հասնում է իրանց, շատերին հասնում է։ Բայց նորից եմ զգուշացնում, եթե սահմաններ անցակ, հետո չասեք քիչ տենց եղավ։ Ձեր կարաք ձեր թորներին, ձեր բջերին գնաք, հաջող անեք, որովհետև նրանք միացնելու են հերոստացույցը, ունես բաներ տենան, որ ձեզ ոչ մեկ էլ ձերով բարև չի տալու։ Մենք սահմաններ չենք անցնում, կոչ ենք անում նաև, որ մեկը մյուսի հանդեպ, եթե քննադատում են անգամ կամ ինչ-որ խնդիր ունեն, թող էթիկայի նորմերը չխախտեն։ Այլապես նորից եմ նշում, Արտուր, այս ամեն ինչը խիա հասե սրան։ Սերժի Ռոբերտի համակարգն է, չէ՞, այդ լումպեն զանգված ով է ձևավորը, իրանք։ 10,000 դրամ ով էր ընդություն էին փող բաժանում։ Կարող է, չգիտեմ, բաններ, լուսնից էին եկե կամ ուրիշ մոլորակից էին եկե, բանը Սերժի Քոչարյանի համար փող էին բաժանում։ Ասույսին էլ ասում է ես Դեմիրճյանին 2 անգամ հաղթել եմ, համ հորը, համ տղուն։ Սևանում ով վերջի 20 տարում լողացել է գոնե մի անգամ, մինչև հիմա այդ մեջօգնով այդ բյուլետեները դուրս է գալի լճից, Դեմիրճյանի ընտրած։
Այսինքն Արտուր, որ դուք ասում եք, մարդ ինչքան պիտի պադոշ լինի։ Կռելա։ Մի րոպե արամ, ես մեկ պատմություն պատմեմ եւ եզրափակ ավարտենք այսօրվա եթերը, ողորմածի Կարամ Պապս, ուրեմն ընտրությունների ժամանակ կռիվ էր տալիս մի քանի հոգու հետ, եկել են հարցնում են դուք ում եք ձեր ձայնը տալու, Պապս ասում էր դա գաղտնիք է, ես չեմ հայտնել, չէ, ասեք, ուրեմն չասեց, դուրս եկան, ընդամենը 1 ժամ հետո իմացանք, որ դա Քոչարյանի շներն էին, այդ եկել էին ձայն փախցնելու ու ամբողջ այդ Զեյթունում էր Պապս բնակվում եւ ամբողջ շենքին այդ 10000 դրամներն էին բաժանել։ Շենքի մեծ մասը վերցել էր իհարկե, բայց գտնվել էին խելացի մարդիկ, ովքեր գնացել վերջո Կարեն Դեմիրճյանն էին իրանց ձայնը տվել։ Արտուր, տեսեք, սրանք կյանքի օրենքներն էլ չեն հասկանում ինչու նա կանոնում։ Ինչ արել են իրանց դեմը բերում է։ Հələ մա սրանց երեխեքին նայեք, այն սրանց թայֆեն չեն, թրասները կան, չի որ եգիր են փրկում։ Ասում մեկը կանգանից խաբար չի, մեկը երեխուց խաբար չի, մեկը նարկոման, մեկը չգիտես մոդներս ներս նկարներ են բերում մարկանց աղջիկի, ուղղակի որպես տղամարդ ամաչում ես հրապարակես։ Սրանք էդ են։ Կլուբներում քաշ են գալիս սրանց լակոտ լուկուտները։ Տան էքերը, սենց ասեմ։ Սրանք ինչ արել են իրանց դեմը բերում է, Արտուր ու բերելու է։ Մենք նորից եմ նշում, սրանց մի բան պետք է անի հայ ազգը։ Պետք չի ոչ ինչ-որ դատել, ոչ մի բան պետք չի անել։ Պետք է ասենք սիրելի Ռոբերտ Քոչարյան ու իր այդ Ղարաբաղցի են, որ պաշտոններ էր տվեն քնձխներին, չէ՞, Սերժիկի, Էնյուսի։ Պետք է ասենք ժողովուրդ ջան։ Մենք հեսա հոկտեմբերի 28-ը որ բացահայտենք ավելի մանրամասն կներկայացնեմ, ես Վազգեն Սարգսյանը թե ինչեր ասել սրանց հասցեին, թե ինչեր է պարզել, բայց պետք է մի բան ասենք։ Ասենք մատ Սադաղ Լուից առած սվիտերով եկեք է մեր երգիր, մեր սուրբ երգիր։ Պետք է հանենք այդ 97 թվի Սադաղ Լուի սվիտերն ու իրանց բոթազները տանք իրանց, ասենք դե դավայ, հելակ ու գնացիք ստեից։ Ոչ մի բան պետք չեն անել Արտուր։ Թող գնան Մալաթիայի կամ չգիտեմ որտեղի բազարում կաշկա քշեն, տաքսի քշեն իրանց լակոտների հետ, որ իման իրանք ձեները տակթեղից է գալի։ Եկե թանե, կերե, ազգին այսօրն են գցե։ Մի հատ էլ հիմա դժգասեն քաղաքական հետապնդում է։ Վայ դե լավ է։ Մարտի 1-ին Արտուր լավ գոնե արձանագրված փաստ է, չէ՞։ Մարտի 1-ին այդ երիտասարդին Մարդը Լեո փողոցում էլ ապրում էր, եթե չեմ սխալ։ Դուս էր եկել իր տան բակում գլխից խփին սնայպերով Արտուր։ Սա դուք մտածում եք, էսի հետ չի գալու, իրանց դեմը չի բերելու։ Սրանք գերեզման չեն ունենալու։ Ոնց որ իրանց հոր մոր նախնիների գերեզմանը սրանք շամպես թողին Ղարաբաղ փախան։ Նույնն էլ իրանց է սպասվում, որովհետև սրանց լակոտ լուկուտները, սրանց բջերը գալու են գրելու են։ Գալու են իրանց հոր վրա ցուցմունք են տալու, որ իրանց կաշին փրկեն, որովհետև սրանք այդ արժի համակարգով են ապրում։ Սրանց փողտու ինչ ուզում ես արա։ Ես այդ եմ արձանագրել մենակ։ Սրանք իրանց հոգին փողին են վաճառել։ Սրանք թուրքը գոնե գիտես որ քո թշնամին է։ Ընդունում ես որպես թշնամի։ Կառուցում ես քո ստրատեգիան։ Պատերազմ ես անելու, չես անելու, ոնց ես անելու։ Սրանք ներքին թուրքերն են։ Նեժդեն այտենց ուներ, չէ՞, խոսքեր ուներ։ Որ ասում էր հայի այդ տականքը։ Այսինքն սրանք էս են Արտուր։ Ու մենք ուղղակի մենք մեր ժողովրդին բացահայտելու ենք, ներկայացնելու ենք ու 2026 թվականին շատ մեծ անակնկալ է սպասվում այս մարկանց։ Ինչ ուզում են թողանեն իրանց որ պատին տան, ինչ գորան, չգիտեմ, ինչ ուզում են անեն։ Իրանց էպոպեան այլևս վերջացել է մեր երկրում։ Շնորհակալություն Արամ քեզ։ Շնորհակալություն հարգելի հետևորդներ ձեզ, որ այս 50 րոպեն անցկացրեցիք մեզ հետ, իհարկե բավականին երկար կարող է տևել այս հաղորդումը, իհարկե ցավով պետք է նաև արձանագրեմ, որ հաճախ հանդիպում է մեկնաբանություններ, որ դա գիտենք, նոր բան ասեք, ես ուղղակի չեմ հասկանում, ինչ նոր բան պետք է ասվի։ Սա այն պատմությունն է 30 Չէ, այսինքն Դուբայի տունը գիտեի, բավականին երկար է, բավականին մեծ պատմություն է, որը պետք է մեր հայ ժողովուրդը իմանա եւ նոր մատաղ սերունդը եւս Քանի որ ժամանակին չկար ինտերնետ, կար Ամեկ+ հեռուստաընկերություն, որը Քոչարյանի ձեռքով, թեթև ձեռքով փակվեց նաև։ Դե ինչ այսքանն ենք նախատեսել այսօրվա համար, պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ կիսվեք այս տեսանյութով, որպեսզի ձեր հարազատներն տեսնեն։ Ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր եւ ես Արթուրն էի, բարի եւ խաղաղ գիշեր մեր հայ ազգին։